Զորավարը, որին ժողովուրդը պարզապես Անդրանիկ էր կոչում, բացառիկ և հռչակավոր ժողովրդականություն ունեցող մարդ էր, ով մեծ պատիվ ունի ինչպես հայության, այնպես էլ օտարների շրջանում։ Չկա գեթ մեկ հայ, ով լսած չլինի և չիմանա Անդրանիկի և իր հերոսությունների մասին։ Նա իր կյանքը նվիրեց հայրենիքի անկախությանը, իր պայքարը դարձնելով հայ ժողովրդի ազատության խորհրդանիշ։ Անդրանիկը ոչ միայն խիզախ զորավար էր, այլ նաև մեծ մարդասիրությամբ օժտված առաջնորդ, որի սուրը միշտ ծառայում էր արդարությանը։ Նրա անցած ուղին լեռներից մինչև մարտադաշտեր գրքի նման բաց են հայ ժողովրդի պատմության մեջ, լի հերոսություններով, հույսով և ցավով։ Զորավար Անդրանիկ Կոզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարեհիսար քաղաքում։ Սովորել է տեղի Մուշագյան դպրոցում, ամուսնացել 17 տարեկանում։ Կինը մահացել է ծննդաբերության ժամանակ։ 1872 թվականին բանտարկվել է հայերի նահաբեկող թուրք ժանդամի ծեծի ենթարկելու համար, 1874 թվականին ընկերների օգնությամբ փախել բանտից և մինչ 1876 թվականը Պոլսում հյուսն աշխատել։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի հայաստան ոստիկանապետի սպանությանը մասնակցելու համար, կրկին փախել բանտից։ Գործել է հրայր դժոխքի, աղբյուր Սերոփի խմբերում։ Վերջինիս զոհվելուց հետո 1899 թվականին ղեկավարել է հայդուկային խմբերը, կազմակերպել է Սերոփին սպանող Բշարե խալերից վրիժառությունը։ 1901 թվականին 30 ֆիդայներով գլխավորել է Մշոյ Առաքելոց վանքի ինքնապաշտպանությունը 6000 թուրքական զորքի դեմ, 1904 թվականին Սասունի ինքնապաշտպանությունը։ Զբաղվել է հայ դատի քարոզչությամբ, հրատարակել մարտական հրահանգները։ 1912-ից 13 թվականներին Գարեգին Նժդեհի հետ բուլղարական բանակում կազմակերպել են հայկական կամավորական վաշտը, որն աչքի է ընկել թուրքերի հետ առաջին բալկանյան պատերազմում։ 1914-ից 16 թվականներին Կովկասյան ճակատում ռուսական բանակի կազմում ղեկավարել է հայկական կամավորական առաջին գունդը։ Ակտիվ մասնակցել է Բաղեշի, Վանի, Մուշի ազատագրման կռիվներին։ 1916-ից 17 թվականներին կազմակերպել է գաղթականների օգնության գործը, հրատարակել Հայաստան թերթը։ 1917 թվականին գլխավորել է հայկական հարվածող զորամասը։ 1918 թվականի հունվարին արժանացել է ռուսական բանակի գեներալ-մայորի կոչմանը, փետրվարին ղեկավարել է Էրզրումի պաշտպանությունը, ապա կազմակերպել տասնյակ հազարավոր գաղթականների ավտակ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ Ղարաբիլիսայի ճակատամարտի ժամանակ Հովհաննես Թումանյանի հետ պաշտպանել է մոտ 30,000 գաղթականի։ 1918-ից 19 թվականներին Նախիջևանում և Զանգեզուրում թուրքական գերակշիռ զորքերի դեմ հաղթական կռիվներում պաշտպանել է հայության շահերը։ 1922 թվականին ամուսնացել է։ Քավորը Պողոս Նուբարն էր։ Սփյուռքում շարունակել է հայրենանվեր գործունեությունը։ Մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի Ռիչարդսոն Սպրինգ քաղաքում։ 1928 թվականին հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշես գերեզմանատանը։ 2000 թվականին հայրենադարձվել է եռաբլուր։ Պարգևատրվել է ռուսական, բուլղարական, հունական, ֆրանսիական շքանշաններով և մեդալներով։ Անդրանիկի անունով կոչվում են հրապարակներ, դպրոցներ, փողոցներ, մետրոյի կայարան, տեղադրված են արձաններ, նվիրված են երգեր, հիմնվել է թանգարան և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Անդրանիկ Կոզանյան մեդալ։